այդ սահմանը ման այդ կողմն էր, որ հիմա մենք մեզ դուրս են արել, մենք մեր հողերից են դուրս արել, այդ տները լրի մերն է, հայկական է եղել։ Մեր մարզպետը որ եկավ, ասեց, որ բանա դուք տներից դուրս չեք գալու, էլի սահմանը այն կողմի վրին է, բայց հետո թե ինչ խոսակցություններ եղավ, ինչ իրար չհասկացան, թե ինչ բան ալին, հանեցին ես զորով։ Զորով չէ, դե ասեցին դուրս պետք է գաք, թե չի կռիվա։ Մենք էլ պետք է կոտորվեինք այդ կարմիրների վախտը։ Մեր հաքի շորերով Հելենենք Երևանից եկել, աշխատանք չուներ ամուսինս, եկանք այնա աղբերսա, ապրանք բան, խոզա, հորթատ, են ստավեր կամանց սկսել ենք առաջ գնալը։ Ոչ աշխատանք ունեինք, ոչ նորմալ թոշակեր չէինք ստանում, ինչով պետք է սնվեինք, հետա ապրանք բան պահելով, ծախելով, մեզ գոյատևեցինք, տունն էլ սարքինք, մեր ձեռով էլ քանդինք ու թողենք դուրս եկանք, որ պետք է չափնենք, սարքենք ուրիշները գային։ Դրիվը շատ էլ են, հələ մարդկա տունն էլ ավարել։ Վերջի ապրանքները ծախեցինք, մնացինք դատադարկ։ Ես հույս չունեմ, թե խաղաղություն կալնի, որովհետև համ իրանցից են զոհվել, համ էլ մերոնցից, որ մեկը կմոռանա, այդ տարիների հարցը հլը։ Գիտես ինչ, ասենք ժողովուրդը հաշտ ու համերաշ կարան ապրեն, այսքան տարի մենք ստել ենք այդ սահմանապահները, որ հսկում են, մեզ ինչ են անում, ոչ մի բան, իրանք գործն են չի անում, բայց ղեկավարների Ալիևը, որ այդ ձևը խոսում է, դուրեկան բաներ է խոսում, ահա գցում ժողովրդի մեջը, իրա ժողովրդին որ չի կարում պահի, այն ցույցեր են անում, նույնն էլ Հայաստան